Տերնոպոլ ռուսական օդուժի սարսափելի հարվածի ենթարկված բնակելի շենք մահաբեր անօդաչուների եւ հրթիռների գրոհները տեղի են ունեցել 3 վաղ առավոտյան, երբ բնակիչների մեծ մասը դեռ քնած էր։ Սպանվել է առնվազն 26 մարդ, այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Իհոր Կլիմենկոն։ Ըստ նրա, սպանվածներից 19-ը կենդանի այրվել ու մոխրացել են պայթյունի առաջացրած հրդեհում։ Այդ դժբախտների թվում 3 երեխա է՝ 5, 7 եւ 16 տարեկան։ Եղերական մահ։ Վիրավորվել է 90 մարդ, այդ թվում 18 երեխա։ Դա Ուկրաինայի արևմտյան հատվածում ամենածանր հարձակումներից մեկն էր 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի ընթացքում։ Այսօր Երևանի ժամանակով կեսգիշերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Նյու Յորքում կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում միակ հարցը Տերնոպոլի վրա ռուսների դաժան հարձակումն է։ Այդ շենքի 2 տասնյակ բնակիչների ճակատագիրը տակավին հայտնի չէ։ Փրկարարներին առնվազն 2 օր է պետք ավերակները վերացնելու եւ որոնողական աշխատանքները ավարտելու համար։ Շենքի բնակիչ Հալինա անունով կինը շոկի մեջ է։ Սա մեր տունն էր, երեխաներին շտապօգնության մեքենաներով են տանում, սարսափելի է։ Մի տղամարդ, որն իր անունը չի հայտնել, ասել է, թե եկել է օգնելու հայրենակիցներին։ Ես այստեղ չեմ ապրում, ես զինծառայող եմ, բանակի բժիշկ, Խարկովից եմ եւ գիտեմ, թե ինչ է այսօրինակ հարձակումը։ Եկել եմ, որ օգնեմ, նախ օգնություն ցույց կտամ մանկապարտեզի շենք տեղափոխված բնակիչներին։ Ռուսները Ուկրաինայի վրա արձակել են 476 ԱԹՍ, դրանց թվում խաբուսիկ անօդաչուներ, որոնք պետք է խոչընդոտեն հակաօդային պաշտպանության աշխատանքը։ Նրանք արձակել են նաև տարբեր տեսակի 48 հրթիռներ, մինչդեռ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց այդ սարսափելի օրը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում էր, որտեղ նրան զինվորական պատիվներով ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հավաստիացրել է, թե Թուրքիան միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել հրադադար, ապա հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը։ Այս առումով մենք գնահատում ենք մեր դաշնակից Միացյալ Նահանգների ներգրավումն այս գործընթացում։ Օրեր առաջ կար հույս, որ ռուսական կողմն էլ ներկա կլինի Թուրքիայում անցկացվող բանակցություններին, սակայն երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման ուղևորություն Ռուսաստանի ղեկավարների օրակարգում չկա։ Ռուսաստանը ներկա չի լինի Թուրքիայում։ Հիմա այդ շփումներն իրականացվում են առանց Ռուսաստանի մասնակցության։ NBC News-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման 28 կետանոց ծրագրին, որը ամերիկացիները կազմել են ռուս հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ըստ NBC News-ի ամերիկյան կողմից այդ աշխատանքին մասնակցել են փոխնախագահ J.D. Vance-ը, պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները։ Եվրոպացիները եւ ուկրաինացիները քննադատել են այդ ծրագիրը, նշելով, որ այն նախևառաջ հաշվի է առնում Մոսկվայի պահանջները։